Ալո։ Արա, ոնց ես։ Հասկանում եմ, որ անիմաստ հարց եմ տալի։ Երևի ավելի շուտ պիտի զանգես լինեի։ Նորմալ է ամեն ինչ, ապել։ Այս չէ, որ դու էլի վիճակի էի, որ խոսենք։ Իմ մոտ ամեն ինչ նորմալ է։ Քեզ եմ ուզում տեսնել։ Ապել ճիշտն ասած տանն եմ ու ոչ միտեղ չեմ կարողանում գնալ։ Բայց դե սենց ճիշտ չի։ Արի այսօր միտեղ նստենք, խոսանք մենք։ Շատ հասկանալու բան ունենք։ Չգիտեմ։ Ուզում ես գամ հիմա հետևիցդ։ Չէ, լավ, ես կգամ, բայց ասա ուր։ Դե այն մեր մշտական տեղը, որ մի քանի անգամ իրար հետ եղնենք։ Լավ, ապել։ Շնորհակալ եմ։ Շատ լավ տեղ ենք եկել, ստեղ լիքը երեխեք կան, հավես խաղեր կան, կխաղաք իրար հետ ու հաստատ լավ քեզ կզգաս։ Բայց ես չեմ ուզում։ Չեմ ուզում չկա, արդեն եկել ենք։ Համել ինչի չես ուզում։ Ես տուն եմ ուզում։ Տանը։ Մարիամ ջան։ Ուզում եմ մամայի մոտ գնալ։ Իրանք հիմա քնած են։ Որովհետև ինչ որ բան է եղել։ Պապան մի քիչ իրան լավ չէր զգում, բայց այդ կարևոր չի։ Հիմա արի գնանք, հաստատ լավ տեղ է ու դու քեզ լավ կզգաս, արի։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Շատ լավ, շնորհակալ եմ, որ չմերժեցիք։ Ինչու պիտի մերժեի։ Համել այսօր մեր աղջիկը մեզ հյուր է եկել։ Մարիամս։ Ոնց ես, Մայրամ ջան։ Լավ է։ Ինչ չես հիշում, Մայրամ ջան։ Հիշում եմ։ Դե արի գնանք։ Մարիամ ջան, դե դու գնա, երեխեքի հետ կխաղաս, քեզ լավ կզգաս, մինչև որ ես գամ։ Արի Մայրամ ջան, երեխաները արդեն քեզ են սպասում։ Համել մենք այնքան վաղուց իրար չենք տեսել, այնքան հիշելու բաներ ունենք, հիշում ես ինչ կանեինք իրար հետ, ման գալիս։ Արի գնանք։ Ոնց եք։ Տնեցիք մամատ, քուրդ։ Ոնց պետք է նախ բերես։ Դե միջև վերջ չենք հասկանում ինչ է կատարվել։ Տարօրինակ զգացողությունը։ Միջև հիմա չենք հավատում, որ պապան էլ տուն չի գալու։ Հասկանում եմ, ծանր է։ Շատ։ Արամ։ Բայց ինձ մինչև հիմա մի բան եմ ուզում։ Դու ինչքանով ես տեղյակ քորդ գործերից, ով կարա եղնացել։ Չգիտեմ, ապել։ Ասում եմ, որ պապան ինչ-որ անօրինական գործերի մեջ է եղել, բայց ես այդ ամեն ինչից տեղյակ չեմ, չգիտեմ, բան չեմ հասկանում։ Դու հաստատ իմացի, որ ես իմ սխտապերը կխառնեմ։ Կխառնեմ, որ մենք այդ մարդկանց գտնենք։ Ուղղակի մեկը չեմ հասկանում, թե ինչ կարա պատճառ հանդիսանա մարդի կյանքը խլելու, հասկանում ես։ Քույր ինձ հարազատ մարդ չի եղել, քեզ անկեղծ եմ ասում, դրա մասին շատ լավ իմացել ես։ Մեր բարեկամությունը չկայացած բարեկամություն է իմ համար։ Բայց մենակ եմ փաստոր մեր երեքներով նույն արյունն է հոսում։ Ու մենակ հորդ շնորհիվ որ ես հիմա դուրսն եմ։ Ու մենակ եմ, որ այդ ամեն ինչ իմ աչքի առաջ է տեղի ունեցել, հոգուս վրա ցավանում եմ։ Պարտավորվածություն եմ զգում, որ քեզ ամեն ինչում պետք է օգնեմ։ Շատ կուզեի, որ մեր բարեկամությունը ստացվեր, որ սենց չլներ ամեն ինչ։ Շատ կուզեի ամեն ինչ հետ վերեի։ Չգիտեմ, ապել, ես իմ ամենաշատը ուզում դրանց գտնեմ, ինչքան կարամ շուտ, բայց ես եզրեր չեմ գտնում, ճանապարհ չեմ գտնում, մարդ չեմ գտնում, ում վրա կարամ հելնեմ այդ ամեն ինչը, չգիտեմ ինչ եմ։ Արի իմ մասից մի հատ բան պայմանավորվենք։ Այն ինչ որ տեղի ունեցել է զրույցից առաջ, իմ ու քո ընտանիքի միջև, այն բոլոր տհաճ խոսակցությունները, որ եղել են, ուղղակի մոռացվում են։ Ուղղակի իմ որ պարնել է իմ համար միջև այսօր ցավալի։ Բարեկամություն կոչվածը իմ համար գրեթե նշանակություն չունեցող բան է եղել։ Իսկ հիմա ես քեզ շատ լավ եմ հասկանում, որտեղ ես էլ եմ ծնախ գործել։ Ես էլ եմ ցավը զգացել։
Ու նույնիսկ դրանից հետո երկար ժամանակ չեմ ուզեցել հորս անունը լսել։ Մինչև ինձ չի եկել ու չի հասել իրական ճշմարտությունը։ Դու ուղղակի երջանիկ ես, որ հերդ գլխի տա եղել, հասկանում ես։ Ցավում եմ, որ ինքն հիմա չկա։ Բայց դու իրան ճանաչել ես, իր բնավորությունն ես իմացել։ Իր թիկունքին ես կանգնած եղել։ Իմ հերը ինձ շատ լավ հեր է եղել։ Չնայած այն ամեն ինչին, ինչ որ ես վերջերս մեր ընտանիքում եղավ, այն խնդիրները, որ ես իմ հորդ ունեցա, ես իրավունք չունեմ բողոքելու ինչ-որ մի բանից։ Ինքը ճիշտ դաստիարակություն ա տվել ու մենք ոչ մի բանի կարիք չենք ունեցել։ Ու հիմա շատ եմ զգում իր կարիքը։ Զգում եմ իր բացակայությունը։ Այնքան բան է իրան ասելու, այնքան բան կար իր հետ խոսալու, կիսվելու, ու հիմա չգիտեմ ինչ անեմ։ Կարամ իմացի, որ ես քո հետ եմ։ Ու չկա մի հարց, որ հույսից չկարողանաս իմ վրա դնես։ Շնորհակալ եմ ախպերս։ Ես փորձում եմ ուժեղ լինել։ Ես փորձում եմ ամեն ինչ անեմ, որ իր տեղը լրացնեմ։ Ու քեզանից էլ անկեղծ շատ շնորհակալ եմ։ Պապան ես վերջերս, որ խոսում էինք, ասեց, որ գործել է կապը հորդ հետ։ Ու այս վերջին դեպքերից հետո Այդ թեման ինձ չի հետաքրքրում, արի փոխենք։ Նա։ Երեխաներ, մենք այսօր նոր հյուր ունենք, մեզ հյուր է եկել Մայրամիկը։ Ես վստահ եմ, որ բոլորդ միասին լավ ընկերներ կլինեք ու լավ կխաղաք իրար հետ։ Ինչպես պետք է ողջունենք Մայրամիկին։ Բարև Մայրամիկ։ Ապրեք, դե միասին ընկերացեք եւ սիրով խաղացեք։ Ես իմ խաղալիքը կտամ, որ ինքը խաղա։ Ապրես Ալեքս ջան։ Մայրամ ջան, միասին կխաղաք, եթե որևէ բանի կարիք ունենաս, դու ինձ կասես, ես կմոտենամ բալիկս։ Իմ կյանքում ինչ տեղի ունեն արա, իմ վերաբերմունքը այդ հերկոչվածի նկատմամբ չի փոխվելու։ Ես քո որ հարվում եմ իր արասների համար, իրան վառ հիշատակ։ Իմ հերը կա չկա, իմ հողը մեկա։ Ու ինչ ինֆորմացիա ինձ ուզում ես տուր այդ հոր մասին, ուղիղս չի ընդունում, հասկանում ես։ Կամ մի բան, որ ես այդ մարդուն չեմ կարող տանեմ։ Աբետ, ես գիտեմ քո վերաբերմունքը, ուղղակի ուզում եմ մի բան ասեմ։ Այս վերջերս պապան ասում էր, որ կասկածում եմ, որ աղբեր եկել է Հայաստան։ Չգիտեմ ինչ էր տենց մտածում, բայց մեր վերջին խոսակցության ժամանակ ինքը տենց ասաց։ Որ եկել ենք։ Դե որ եկել է կփորձի քեզ գտնել։ Ինչ թվում է։ Ես ոչ մեկից չեմ փախնում։ Ինչ ուզում ա թող գործի։ Ես քեզ ուտ ասում եմ, այն ինչ որ իմ հերն է ինձ ասել։ Աշվի կառնը։ Լիկա։ Հա, մամ ջան։ Ես դուրս ես գալիս։ Հա։ Լավ ես անում։ Գնա մի քիչ նոնայի հետ զբոսնի, համ կխոսեք, համ էլ կհանգստանաս մի քիչ։ Չէ։ Նոնայի հետ չեմ դուրս գալիս։ Բա ուր ես գնում։ Մամ, գնում եմ Աբելի տուն։ Ես պետք է իր հետ խոսամ։ Այսինքն սպասի Լիկա, այսինքն Աբելի տուն։ Չէ, մամ, բան մի ասա։ Ես հաստատ որոշել եմ ու պետք է գնամ։ Պարտավոր եմ, մամ, գնամ։ Ես քեզ չեմ կարա հետ պահեմ քո որոշումից, բայց գոնե Արամի հետ գնայիր։ Ձեր հարաբերությունները այն
վիճակում չեն, որ քեզ գրկաբաց ընդունեն։ Գիտեմ, մամ, գիտեմ։ Ու երկար չեմ էլ մտածել ես որոշումս ընդունելուց առաջ։ Ուղղակի ավելի արարքը ինձ լրիվ հերիք էր, մամ։ Ես պետքա գնամ։ Ուղղակի Մամ, ամեն ինչ նորմալ է։ Ասելիքս կարճ է լինելու։ Դու մի անհանգստացի։ ոնց կարա նորմալ լինի, Լիկա, ես անհանգստանում եմ։ Մի անհանգստացի, մամ ջան, կսանք եմ։ Հա, քնած է երեխեն։ Հա, Լավ։ Հայրեխեն ուր է։ Թողեցի տիկին ալայ մոտ, տարել եմ խաղը։ Լիլիթ ջան, ես դուրս եմ գալիս։ Բա Հակոբը։ Հակոբը գնաց։ Ճիշտ ասած անհանգիստ եմ, գնամ տեսնեմ ինչ կա։ Տուն եմ անպայման ուզում մտնել։ Դե խնդրում եմ երեխուն մոտդ հա կպահես։ Հա, երեխու հետ կապված մի անհանգստացի։ Ես տարա, սկզբում մի քիչ նեղված էր, ճիշտն ասած, չէր ուզում մտներ, բայց դե իրա տարիքի երեխեք են, ինձ թվում է հաստատ իրան լավ կզգա։ Հա, դե դուրս գամ։ Ալո, Ես քեզ որ չզանգեմ, դու ինձ չես հիշի, չէ՞։ հիշում եմ, no way։ Հիշում ես ու չես զանգում, այդ ավելի վատ է։ Էս հերենք էին մեր տանը ու Ու դու մի րոպե չգտար, որ ասես ոնց ես, նոյ։ դու ինչի ես տենց անում։ Ես ոչ մի բան չեմ անում։ Բայց եթե իրոք ժամանակ չես ունեցել, ասա իմանամ։ Առավոտվանից Մարիամի հետ էի, երեխու հետ։ Հակոբ ինչ-որ խնդիրներ ունի, մեր տանն են։ Պարզ է։ Նեղանում ես։ Չէ։ Նոյ, լսի, ես էլ եմ ես իրավիճակից նեղվում։ Իմ համար էլ է դժվար։ Ու չես թողում, որ խոսեմ ավելի հետ։ Ես ուղղակի ուզում եմ, որ ճիշտ ժամանակին լինի ամեն ինչ, որ անցած անգամվա պես նույն պատմությունը չկրկնվի։ Ու ինչքան սպասենք, կասես։ Երբ է ժամանակը։ Չգիտեմ։ Եթե քո ասացի պես սպասենք, կարող է ճիշտ ժամանակը չգա էլ։ Ես քեզ արդեն ասեցի։ Իմ համար էլ է դժվար։ Իմ մոտ նես տպավորությունն է, որ քո համար հեչել դժվար չի։ Բա իմ համար դժվար է, ես նեղվում եմ, որ չենք հանդիպում։ Իսկ դու պատրաստ ես սպասել։ Հիմա ինչքան պետք լինի կսպասես։ Ու ընդհանրապես ոնց կարա տենց լինի, երբ որ մարդիկ իրար սիրում են ու չեն հանդիպում իրար հետ, ու այդ նորմալ է։ Նոյ, խնդրում եմ, դու շատ լավ ես ճանաչում Աբելի։ Այդ ընդհանրապես կապ չունի։ Ես քեզ սիրում եմ ու այդ դու գիտես։ Գիտեմ։ Չհասկացա՞ր։ Ես քեզ ասում եմ, ես քեզ սիրում եմ, դու ինձ տենց ես պատասխանում։ Դու գիտես, որ ես էլ քեզ եմ սիրում։ Ես արդեն ոչ մի բան էլ չգիտեմ, թող խոսեմ Աբելի հետ։ Հենց հիմա։ Հա, հիմա։ Ինչ տարբերություն, հիմա թե հետո։ Ինչ է փոխվում դրանից։ Հիմա կասես ինչ է փոխվելու։ Լսի, Նոյ։ Ես ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Ես ուզում եմ հասկանամ, դու ուզում ես ես Աբելի հետ խոսամ, թե չէ։ Ես ուզում եմ երկար մտածես ու լավ մտածես։ Ու չեմ ուզում համոզվեմ, որ քո համար մեկ է։ Այդքան բան։ Ծաղիկը մոտեցանք, փակվեց մեր ծաղիկը, հետո բացվեց, պտտվեց, Մայրամ ջան, ինչ ուրախ եմ, որ այսպես բոլորի հետ խաղում ես ընկերներիդ հետ, ամեն ինչ լավ է։ Մաման զանգել է։ Իհարկե զանգել է։ Լիլիթը զանգեց, մաման էլ կողքին էր։ Լավ են։ Լավ եմ, ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ լավ է, Մայրամ ջան։ Մայրամ ջան, դե հիմա բալիկների հետ կխաղես, ես այստեղ եմ բալիկս։
Գիտեմ, որ զարմացած ես։ Ահա։ Լավ ես։ Լիլիթ, ես ձեր տանտեղը մի քիչ դժվար գտա։ Երեխեքին խնդրեցի, որ օգնեն։ Արմինեին ասեցի, որ աստղիկի միջոցով մի խոսքով դժվար չէր գտնել ձեր տանտեղը։ Վարորդը ուղիղ ձեր բակ վերեց։ Լավ էլ հանգիստ բակ ունեք։ Հաստատ չես եկել ստեղ, որ մեր բակից խոսես։ Ինչ կա ասա։ Ես Իզուր քեզ մի տանջի ասա, լսում եմ։ Ես ուզում եմ Աբելի հետ խոսալ։ Աբելը տանը չի։ Լիլիթ մի րոպե։ Ինչ կա ասա։ Երբ կգա։ Չգիտեմ, տանը չի։ Ես իրոք ուզում եմ իր հետ խոսել։ Հասկացա, բայց ինքը տանը չի ու չեմ կարող զանգել ասել արի։ Հաջողություն։ Դիմացի Լիկա, դիմացի։ Դու պետք է պատրաստ լինեիր, որ քո առաջ դուռն փակելու։ Բարև։ Ինչ ես անում ստեղ։ Ես Ինչ ա եղել, Լիկա։ Ես եկել եմ քեզ տեսնեմ։ Եթե դու այդ օրը օֆիսում չլինեիր, ես չգիտեմ հիմա ողջ կլինեի, թե մեռած։ Պապայի մահից հետո ես գիտեմ, որ ես սխալ բաներ եմ արել, ասել, բայց դու ես հիմա չեմ ուզում ասեմ բառեր, որոնք սենց թենենց պարզ են, բայց գիտեմ այդ օրը աչքիս առաջից դուրս չի գալիս, ոչ մեկ չեր անի Ոչ մեկ չեր կանգնի իմ դիմաց։ Մի խոսքով ես Մի խոսքով, եթե քո փոխարեն ուրիշ որևէ մեկն էլ կանգնածելներ։ Ես նույնն էի անելու։ Եթե իմ փոխարեն ինչ-որ մեկը կանգնածելներ, մեկը նույնն էր անելու, Լիկա։ այդ կրակոցները ինձ էին ուղղված։ Բայց դու քեզ վրա վերցրեցիր։ Ես հիմա հասկանում եմ, թե քո համար ինչքան ծանր է, ինչ ապրումների մեջ ես։ Ինչ շնորհակալություն հայտնելու խնդիր չունես, Լիկա։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Ես հիմա անկեղծ եմ ասում ու ուզում եմ, որ դու ինձ հավատաս։ Ճիշտ է, ես շատ սխալ բաներ եմ արել, բայց հիմա ես անկեղծ եմ։ Ուզում եմ, որ դու ինձ հավատաս։ Ես քեզ հավատում եմ։ Ուղղակի դու հիմա այն վիճակում ես, որ ավելի լավ է ես հիմա զանգեմ Արամին, թող գա քո հետևից ու տանի տուն։ Չէ, խնդրում եմ, ես չեմ ուզում Արամը իմանա։ Ճիշտ եմ ասում։ Իմ աչքի առաջա Ես չեմ կարողանում մոռանամ, չեմ կարողանում մտքիցս հանեմ ամեն պահը, ամեն վայրկյանը, այդ մարդկանց, պապայիս, ես մի խոսքով շնորհակալ եմ։
Ու ինչ էր ասում։ Եկել էր շնորհակալություն հայտներ։ Իմաստը։ Լիլիթ, ես քեզ սենց ագրեսիվ երբեք չէի տեսել։ Հա, ագրեսիվ եմ ու շատ վատ եմ տրամադրված, որովհետև ես ճանաչում եմ իրան, որտեղ ես գիտեմ, որ ինքը անկեղծ չի։ Լավ, ես քեզ բան չեմ ասում, հանգիստ։ Ես գիտեմ, որ ապապան նոր է մահացել ու կարող ասենց ինձ չպիտի պահեի, բայց այդ կապ չունի։ Բան չեմ ասում, դու քո պատճառներն ունես։ Լիկա։ Հա, մամ։ Արի մի հատ։ Նստի։ Չես ուզում պատմես։ Ինչ պատմեմ, մամ ջան։ Դե տեսար Աբելին ու ինչ ասաց։ Ինչ պետք է ասեր։ Պարզ էր, որ իմ շնորհակալության խոսքերը իր համար դատարկ բաներ են։ Երևի իր մեջ մտածում էր, որ կեղծավորություն եմ անում, բայց մամ երդվում եմ, ես անկեղծ էի։ Գիտեմ, բալես, ես գիտեմ, որ դու անկեղծ ես, մի մտածի։ Մամ, ես կյանքում չեմ մոռանա ոնց կանգնեց Աբելը իմ դիմաց։ Հասկացի։ Ճիշտ է, ես չեմ ասում, որ իմ քայլով ես իմ վերաբերմունքը փոխել եմ իրանց հանդեպ։ Ուղղակի պապայի մահից հետո ես ուզում եմ, որ Մարիան էլ, Աբելն էլ։ Հասկանում եմ։ Ես քեզ շատ լավ հասկանում եմ։ Ես ասեցի մամ Աբելին։ Բայց չգիտեմ ոնց ընդունեց։ Կարծում եմ, որ իրան դեռ ժամանակ է պետք։ Իրան էլ հասկացի։ Իրան էլ է դժվար։ Ես վերջին իրադարձությունները, իրա ու Լիլիթի հետ կապված։ Իմ համար էլ է դժվար, մամ։ Պապայի մահից հետո ես չեմ հարմարվում։ Անդադ սպասում եմ, որ ինքը հեսա կգա, գնացելագործողման կամ ուրիշ ինչ-որ մի տեղ։ Ես սպասում եմ, գիտեմ, որ հեսա ամեն վարքյան կգա։ Չգիտեմ, մամ, չգիտեմ։ Չգիտեմ, երբ եմ ես իրականությունը ընկալելու, բայց մի բան եմ որոշել։ Ինչ։ Ես գիտեմ, որ եթե պապան լիներ, հաստատ կողմ կլիներ իմ այս որոշմանը։ Ես այսօր հասկացա, որ իմ խոսքերը Աբելի համար դատարկ շնորհակալություն էին, ոչ մի բան չնշանակող։ Մամ, ես ուզում եմ ասեմ, որ ես եմ այդ ամեն ինչի հեղինակը, իրանց տան հարձակումը ես եմ կազմակերպել։ Ես ինչ-որ կերպ պետք է հանեմ մի բանի միջից, մամ, ես պետք է թեթևանամ։ Լիկա, ինչ ես խոսում։ Հա, մամ, հա, ես կանեմ։ Բայց դու գոնե հասկանում ես ինչ ես անում։ Աբելը գիտես քեզ ինչ կանե։ Ես գոնե իմ առաջ հանգիստ կլինեմ, թեթևացածից կզգամ։ Լավ, Լիկա, դա քո որոշումն է։ Դու արդեն մեծ ես։ Ու դու պետքա որոշես։ Բայց պետքա գիտակցես դրա հետևանքները ինչա լինելու։ Ավակը շատ էր ուզում, որ դու հասկանայիր քո քայլերի լրջությունը ու ինքդ պատասխան տայիր դրա համար։ Գիտեմ, այս դրա համար էլ պետք է խոսամ ու ամեն ինչ պատմեմ։ Ես վախենում եմ, Լիկա։ Ինչ էր որ լինի, մամ, ճիշտ է ասելն։
Ես քեզ հետ չեմ կարող պահել, բայց սիրտս անհանգիստ է։ Վախենում եմ, Լիկա, վախենում եմ։ Վախենում եմ, որ այդ բացահայտումը շատ ծանր բան կդառնա։ Ալո, Ալո, Լիլ, ի՞նչ է եղել։ Լիլ, չես պատկերացրի ինչ ա եղել։ Արագ ասա, ես թեր արդեն սիրտս կանգնեց։ Լիլ, մեր տուն մարդ ա մտել։ Ո՞վ։ Դե դժվար չի պատկերացնել, որ այդ նկարի համար ա։ Բա Հակոբը։ Լսի, Հակոբը տանն ա, ու ես չգիտեմ ինչ անեմ։ Էսթեր, լսի։ Լիլ, ես արդեն չգիտեմ ինչ անենք, վախենում եմ, ես չգիտեմ այս ամենի տակից ոնց ենք դուրս գալու։ Ամեն ինչ լավ կլինի։ Աբելը խոստացել է, որ կօգնի։ Էսթեր, խնդրում եմ միլացի, հա։ Լավ։ Նորից եմ ասում, Աբելը կօգնի, ամեն ինչ լավ կլինի, հանգստացի։ Ինչ ա եղել։ Հակոբ հենց տուն մարդ ա մտել։ Ամբողջ տունը խառնել են իրար։ Երևի նկարն են փնտրում։ Տենց էլ պիտի լիներ։ Բա ինչ ա լինելու։ Զանգել հետ են խոսել ես, ասել ես, որ կան մեր տուն։ Հա, իհարկե, ասեցի։ Իզուր էլ թողել ես, որ գնեմ։ Լիլ, Ահա որա։ Զանգի ասա, որ անպայման գա։ Ես կփորձեմ այդ մարդկանց գտնել։ Ոնց ասում եմ։ Քեզ էի սպասում։ Մամիս պետք չի սպասել։ Դու լավ գիտես, որ հիմա օֆիսում գործերը շատ են։ Ու հիմա իմ կարիքն դե ավելի շատ կա մանավանդ, երբ պապան։ Լավ, մամ, մի խոսքով։ Ավելավա գնաս պարկես։ Չէ, չեմ ուզում պարկեմ։ Մարիան քնած է արդեն, ես էլ չեմ կարողանում քնել։ Մտածեցի քեզ սպասում։ Առաջ ավագին էի սպասում, հիմա էլ քեզ։ Մամ, խնդրում եմ։ Ես չեմ բողոքում։ Ես պատրաստ եմ անընդհատ սպասել։ Ու կսպասեի, միայն թե հայրդ կողքս լիներ։ Ես չգիտեի, որ ամեն ինչ սենց կդասավորվի, որ ամեն ինչ այսպես կփոխվի։ Ես պատրաստ էի իրեն անվերջ սպասել, միայն թե իմանայի, որ ինքը ինչ-որ մի տեղ կա ու ողջ է։ Մեր հարաբերությունները վաղուց արդեն ավարտվել էին։ Բայց մեկը, ես պատրաստ էի իրան միշտ սպասել։ Մամ, ես էլ եմ զգում պապայի կարիքը։ Էլ չեմ կարում այդ օֆիս գնամ, նույն տեղերով քայլեմ։ Մանավանդ, որ գիտեմ, որ հենց այդ օֆիսում ա, որ դժվար է, մամ։ Լիկան էլ է նույնը ասում։ Լավ է, որ գոնե Մարիան փոքր է ու ոչինչ չի հասկանում։ Լիկան ոնց է։ Անդադ ուզում հետը խոսամ, բայց չի ստացվում։ Ոչինչ։ Այսօր գնացել էր Աբելի մոտ։ Լիկան Աբելի մոտ։ Հա։ Որոշել էր, որ ուզում է գնալ ու շնորհակալություն հայտնել Աբելին։ Լավ միտք չի։ Հեչ լավ միտք չի։ Մանավանդ դες վերջին դեպքերից հետո պատկերացնես ոնց է ընդունելու Աբելը Լիկային։
Ես էլ էի իրան դա զգուշացնում։ Բայց հիմա ուզում եմ քո հետ ուրիշ թեմայով խոսեմ։ Խոստացիր, որ ինձ մինչև վերջ կլսես։ Մամ, արդեն վախացնում ես ինձ, ինչ եղել ասա։ Ես ուզում եմ, որ դու հանգիստ լսես ու հանկարծ ափերիցդ դուրս չգաս։ Մամ, խոսա, մամ։ Հիշում ես, որ Լիլիթի վրա հարձակվել էին։ Ոնց չեմ հիշում եմ, մամ ջան, ոնց կարամ մոռանամ էդի։ Բայց այդ ինչ կապ ունի Լիկայի ասացի հետ Աբելին։ Մամ, խոսա։ Խնդրում եմ, բայց ինձ հանգիստ հա լսի։ Այդ ամեն ինչը Լիկան էր կազմակերպել։ Ինչ ես խոսում։ Ոնց թե Լիկան էր կազմակերպել։ Ինչ ես ասում, մամա։ Հա, բայց ինձ թվում է ուղղակի ինքը չհասկանալով է այդ ամեն ինչը արել։ Ուղղակի երեխա է, չի հասկացել ու այդ հիմարությունը արել է, բայց հիմա հասկանում է ու զղջում է։ Մամա, լուրջ ես դու խոսում։ Լիկան արել է մի բան, որը այսինքն գլուխս չի մտնում, մամա, ինչ ես ասում։ Լիկան մարդ է ուղարկել, որ Լիլիթին չեմ հասկանում, մամա, նորմալ բացատրի, մամ։ Դու հասկանում ես, մամ, որ ես այդ ժամանակ կարայի մեռնեի, ու հիմա ես իմանում եմ, որ այդ ամեն ինչի անողը քուրս է եղել։ Հա, բայց ինքը չի հասկացել։ Հիմարություն է արել։ Ու հիմա զղջում է դրա համար։ Ես հասկանում եմ, ես իրան չեմ արդարացնում։ Զղջում է, մամա, ինչ ես խոսում։ Ինքը չի կարա զղջա, տենց բանանող մարդը կարա մենակ վախենա։ Ինքը հիմա վախում է, ոչ թե զղջում է։ Մամա, ես մենակ մի բան չեմ կարող պատկերացնել, ոնց կարա 17 տարեկան երեխու մտքով տենց ստոր բան անցնի, ոնց կարա Լիկան իմ քուրը, տենց բան անի։ Մամա, ես Լիկային կսպանեմ, մամա։ Չէ, խնդրում եմ։ Խնդրում եմ հանգստացի, ես քեզ ոչ մի բան չեմ պատմել, որովհետև չէի ուզում, որ իմ երեխեքը թշնամանան հանկարծ։ Ան պապան ճիշտ էր ասում, սաղ դու ես մեղավոր, դու ես Լիկային երես տվել, դու ես իրան սենց սարքել։ Դև շատ արտոնություն տվեցիք արդեն, այդ լակոտին։ Ես համաձայն եմ ու դու շատ ճիշտ ես, ուղղակի ես հիմա շատ վախենում եմ Արամ։ Մամ, իսկ ես ինչ անեմ, դու հասկանում ես այդ ինչա։ Ու ես իրան չեմ օգնելու, մամ, ոչ մի հարցում իրան չեմ օգնել, թող գնա ու ներողություն խնդրի, թող աղաչի, որ իրան ների Լիլիթը, թող գնա Աբելի հետ խոսա ոնց ուզում է, թող բացատրի այդ ամեն ինչը, ուղղակի կողքից նայելու եմ։ Բայց ես Լիկային իմ արածը ու ասածը հետո ասելու եմ, այսքան ժամանակ ձեն չի անում, հաշվի առնելով այս ամեն ինչը, բայց էլ չեմ կարա, ես կսպանեմ մամա Լիկային։ Խնդրում եմ։ Էլ չխոսես, մամ, էլ ոչ մի բան չասես, ես արդեն գիտեմ ինչ եմ անելու։ Մենակ մի բան ինձ ասա, մանրամասն ասա, ոնց այդ ամեն ինչը եղել, ես պետք է իմանամ, խնդրում եմ, մամա, ոչ մի բան չթաքցնես ինձանից։ Խոսա, մամա։ Ես չեմ ուզում, որ դու մտածես։ Ինչ մտածեմ, մամ։ Այդ ախր թե վիրավորանք չի, որ ասեմ լավ կանցնի կգնա, եսի լուրջ քայլ է, մամա, եսի լուրջ բան է, ու սրա համար շատ լուրջ պատիժ է հասնում մարդուն, հասկանում ես։ Խնդրում եմ հասկացի, ինքը երեխա է, պահի ազդեցության տակ սխալ քայլ է արել, շփոթված է եղել, ուղղակի մտածել է, որ քեզ վիրավորել են, ջղայնացել է, հիմարություն է արել։ Մամա, ինչ ես խոսում։ Այսքանից հետո ինչ ես փորձում արդարացնես Լիկային, ինքը արդարացում չունի։ Ես Լիկային չեմ արդարացնում։ Ուղղակի ուզում եմ, որ դու սառը դատես ու իր արածների հետևանքը հասկանաս։ Ուղղակի Մամ, ինչ հասկանամ, մամ։ Ոնց հասկանամ այդ արարքը կբացատրես։ Այ հիմա որ ասես ինչ ա եղել ու ոնց ա եղել, նոր կփորձեմ հասկանամ, պատմի, մամ։ Ես քեզ շատ լավ հասկանում եմ, ուղղակի հասկացի այն ժամանակվա մեր տան խնդիրները, այդ ամեն ինչը գումարվել է, ու Լիկան հիմարություն է արել, հասկանում ես։ Ամ ինձ էլ ոչ մի բան հետաքրքիր չի։ Ասա մենակ մի բան։ Ովքեր են եղել այդ տղերք։ Ում ա Լիկան ասել, որ այդ քայլը անեն։
Մամասա։ Ինչ ասեմ, Արամ։ Ինչ ես ուզում լսես։ Մամ ջան, եթե Լիկան քեզ պատմել է, ինչը արել, ուրեմն հաստատ պատմած կլինի, թե ոնց արել ու ում շնորհիվ այդ ամեն ինչ արել։ Ինձ պետք են անուններ։ Ես չգիտեմ։ Մամ, ինչ գիտես, այդ ասա, մամ։